Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ 5 օր հունիսի 30-ից հուլիսի 4-ը Մայրտաճարում մարդիկ հնարավորություն ունեն երեկոյան ժամը 18:30-ին մասնակցելու պատարագների, որոնք գերիալների ազատության, նեղյալների մխիթարության եւ հայրենի երկրի խաղաղության համար են։ Հունիսի 1-ին Մայրտաճարում պատարագ մատուցեց Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան հայրն իր քարոզը սկսեց ծննդոց 16-րդ գլխի «Որտեղից ես գալիս եւ ուր ես գնում» խոսքով, որն ինչպես ասաց սրբազանը, այսօր ավելի քան արդիական է հնչում։ Ըստ հոգևորականի յուրաքանչյուր հայ, եթե գիտի իր երկրի եւ եկեղեցու պատմությունը, պիտի նաեւ գիտակցի, Քրիստոսին մոտենալով, զղջումով ու ապաշխարությամբ, անցյալի սխալներից դասեր քաղելով միայն հնարավոր է ապագան լուսավոր ու բարեկեցիկ դարձնել։ Խմբային աղոթքը ավելի զորավոր է եւ բոլորին կոչ կանեմ գան այս 5 օրերին աղոթեն, որպեսզի միացյալ աղոթքով կարողանանք հայցել Աստծո ներողամտությունը եւ մեզ իր օգնությամբ դուրս բերենք այս վիճակից։ Եվ մեր անազատության մեջ գտնվող սրբազաններն ու Սամվել Կարապետյանը եւ մյուս ազատազրկվածները, որոնք իրոք հանիրավի կարված գործերով հայրենիքը սիրելու, հայրենիքը պահելու համար այսօր գտնվում են ազատազրկման մեջ, ինչպես նաև մեր ռազմագերիներին, որոնք գտնվում են Բաքվի բանտում, բոլորը բարով վերադառնան հայրենիք։ Մենք ազգովին ապաշխարության կարիք ունենք մեծից մինչև փոքր եւ այս առիթը, որ մեզ տրամադրել է վեհապար հայրապետը մասնակցելու այս ամենօրյա պատարագներին, ես կարծում եմ, ես պարզապես կոչ եմ անում բոլոր հավատացյալներին գալ, եթե նույնիսկ ամբողջ պատարագին ներկա չլինել, բայց անպայման այս 7 օրերի ընթացքում, 5 օրերի ընթացքում ավելի շուտ ներկա գտնվել այս պատարագներին եւ մեր աջակցությունը, մեր զորակցությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին հայտնել անպայման։ Միմյանց զորակից եւ աջակից պետք է լինել անկախ տարաձայնություններից, խորաններից այս պատգամն են ամենքին ուղղում հոգևորականները։